Ժողովուրդ ջան, բարև ձեզ, հարգանքներս բոլորիդ։ Դե ինչպես վերնագրից հասկացաք, այսօր մի քիչ խառն ենք խոսելու։ Ոնց որ գժի դարելն է, էլի, ասենք բոլորին գժի են դրել, ով ինչ ուզում խոսում է։ Կարևորը այդ ասածը սկսվի ու ավարտվի։ Անկամ նախադասության նման չի ինքը, որովհետև ուզում եք տեսնենք, օրինակ, նախադասությունը ինչ է նշանակում։ Եկեք միասին հենց հիմի պոիսկ տանք, ինչ է նախադասությունը։ Եկեք կարդանք։ Սա կարդում եմ հատուկ նրանց համար, ովքեր շատ լուրջ դեմքի արտահայտությունով լսում են, թե ինչ են խոսում որոշ իրենց քաղաքական հռչակած, բայց իրականում հանցագործ ուժեր։ Ուրեմն, նախադասություն, Վիկիպեդիան բերել է։ Շարահյուսական միավոր, որ ձևավորում է ամփոփ միտք եւ ունի հնչերանգային ավարտվածություն։ Նախադասության սկիզբը կամ ավարտը կարող է համընկնել բացարձակ դադարներին, երբ նրանով սկսվում կամ ավարտվում է խոսքը։ Կարող է եւ համընկնել շարահյուսական դադարին, որը համեմատաբար ավելի տևական է, քան հնչաբառի, միջբառային կամ հնչաշարույթի դադարը։ Կառուցվածքային բարձր մակարդակում գործառող ասույթ է։ Ներառում է ստորին մակարդակների բոլոր կառույցներն ու բաղադրիչ տարրերը։ Ամենաբնորոշ հատկանիշը ստորագրական գործառույթությունն է։ Հատկանիշի վերագրումը, հատկացումը, առարկային ստորոգումը։ Խոսքի մեջ նախադասությունները միմյանց հետ ունենում են մտքի կապ, այլապես ծավալուն չի կարող կատարել հաղորդակցական իր դերը։ Սա թե ինչ է նշանակում նախադասությունը։ Սա նաև ավելի հեշտ ձևով մեզ սովորեցնում են դպրոցում, որ պետք է դա բառերի մի խումբ է, որը ընդհանուր վերցրած իմաստ է պարունակում, հա։ Այս կրթությամբ, այս դաստիարակությամբ նստում ենք լսելու, օրինակ, թե Սամվել Կարապետյանը ինչ կասի։ Չէ, որ նրանք վերջին որոշ ինչ-որ հարցումներով, որոնց Նարեկ Կարապետյանը նկարագրում է անկախ հարցումներ, համարյա 3000% ձեն ունեին, ասենք, անենց թվեր էին տոկոսներով դրել, որ ինձ թվում էր, որ ես եթե մեր շքամուտքից դուրս գամ, մեր բակը բոլորը պիտի գոռան Սամվել վարչապետ, հասկանում եք։ Ասես լավ, տեսնենք այս մարդը ինչ կխոսի։ Մեկ էլ անակնկալ են անում, այդ մարդը չի խոսում, այլ հանձնարարում են, նստում են գրասենյակում, ձևակերպում են միտք, հաշվարկում են հասարակության թույլ տեղերը, թե որ թեմաներն են ընդհանուր առմամբ հասարակության լայն շերտերին հետաքրքիր, ահա, տնտեսության, անհատ ձեռներից քանի հոգի ունենք, այսքան, այ թոշակառուներ, այ դեղորայքի հետ կապ, այ էս, ձևակերպում են միտքը, հանձնարարում են արհեստական բանականությանը, արհեստական բանականությունը վերակենում Սամվել Կարապետյանի ձենին նմանացրած բան ասում։ Այնտեղ բոլորը բրավո, ծափահարություններ համարում են, որ դա Սամվել Կարապետյանն ասեց։ Ասես լավ, երևի դու ինչ-որ բան չես հասկացել, բարի երեկո ժողովուրդ բոլորին, մեզ միացողներին։ Մեկ էլ այսօր այդ համը բերանները մնացած, դարձյալ դիմում են արհեստական բանականությանը, ասում են արհեստական բանականություն ջան, բանակն էինք մոռացել, մի հատ էլ բանակի մասին էլ մի հատ նույն միտքը, բայց բանակը ներառյալ։ Արհեստական բանականությունը դարձյալ Սամվելի նկարը դրած, դարձյալ խոսում է հետաքրքիր բաներ։ Ու մարդիկ կան, որ ասում են, այ հոնա վարչապետն է։ Ասում լավ, եկեք այդ սկզբունքով եթե շարժվենք, Հայաստանի Հանրապետությունում եւ անգամ նրա սահմաններից դուրս ցանկացած մեկը կարող լինի վարչապետ, որովհետեւ արհեստական բանականությունն է գեներացրել այդ ամեն ինչը ու ասում։ Դա մարդը չի ասում, հասկանում եք։ Լավ, էս էլ հերնել անիծած։ Ասում ես լավ մտքերը լսենք ինչ է։ Ստա սկսվում է իսկական կինոն արդեն։ Մարդիկ ովքեր իրենց կյանքի գրեթե ամբողջ մասը անց են կացրել այլ երկրում, խոսում են Հայաստանի տնտեսությունից եւ հայկականությունից, պետությունից։ Մարդիկ, ովքեր ընդամենը մի գործ պիտի անեն, մի հատ մեծ բաներ իրենց հանձնարարված անեն, հեծը նայում ես հերն անիծել են։ Մարդիկ, ովքեր փախցրել են իրենց որդիներին ծառայությունից, խոսում են բանակից։ Ասում ես լավ, դա էլ ոչինչ։ Դե իմի կարող է բանակը լավը չի եղել, դրա համար էլ փախցրել են։ Ում ժամանակ լավը չի եղել, երևի նախքին, հա, ում ժամանակը լավը եղել, հիմա եթե լավը չի։ Ուրեմն նախքինների մեջ ժամանակ պիտի որ լավ է եղած լինի բանակը։ Մենք փորձենք դա հասկանանք։ Բարձրացնում է, որ այս նախքինները սատարում են իրան։ Մի խոսքով գժի աշխարհ։ Հետո ասում ես մի րոպե, տեսնենք այս Քոչարյան Ռոբերտն ինչ է խոսում։ Քոչարյան Ռոբերտը առանց ռեկորդներ է խփում։ Կանգնում է նախ Արարատ լեռան մոտ։ Այդ պատկերը հետևի ժամանակ առ ժամանակ եկեղեցու նկարներ է գցում,
Ինքը առհասարակ եկեղեցու հետ կապ չունի։ Գիտեք ոնց։ Ես չեմ փնովում, որ ինքը կապ չունի եկեղեցու հետ։ Եկեք ճիշտ հասկանանք, որովհետև Հայաստանի Հանրապետությունը մտքի խղճի դավանանքի ազատությունն է։ Մարդը կարա կապ չունենա։ Ես աթեիստ եմ ախպեր։ Ոչ ոք դրա համար իրեն բան չի կարող ասի։ Հասկանում եք։ Բայց սրանից տարիներ առաջ Կտրիշ Ներսիսյանը եւ նրա թիմը հայտարարում էին, որ ով քրիստոնյա չի, հայ չի։ Ակերացեցիք եւ անգամ համահայկական խաղերի ժամանակ Սերժ Սարգսյանի օրոք երկու թրքահայ երիտասարդներ, ովքեր առաջին անգամ էին եկել Հայաստան եւ այնքան էին սիրել, իրենց զգացել են, որ իրենք իսկապես իրենց տանն են եւ ուզում են կապվել ավելի խորը կապվել հայկականության հետ, որոշել էին գնային եկեղեցի մկրտվելու, քրիստոնյա դառնալու, նրանց մերժելու չամփել են, ասել են փախակցներ, ձեզանից ինչ այ։ Հասկանում եք, այսպեսի բաներ ա եղել։ Հիմա այս մարդիկ փրկում են եկեղեցին։ Պատկերացրեցիք, չէ՞ ինչի մասին է խոսքը։ Խոսում են Աստծուց։ Չէ, լավ է։ Լինում են մարդիկ, որ այսպես են կարծում, հետո մտափոխվում են։ Բայց իրենք դա չեն ներկայացնում որպես մտափոխվել։ Հետո Երանիով հիշում են իրենց ժամանակները ու ասում են, որ Միջարոց Քոչյանը հենց այս վերջի ելույթում, որ թոշակները կարելի է 5 անգամ բարձրացնել։ Դուք ինչ եք անում դուք։ Ես պարզապես հիշեցնեմ, Քոչարյան Ռոբերտի ժամանակ թոշակները մոտավորապես 3000 դրամ էին, 2800 քանից։ Եվ մի քանի ամիս մարդիկ չեն ստացել անգամ այդ թոշակը։ Կարելի է ասել, դա երևի երկրում կրիզիս է, ինչ որ ծայրահեղ ծանր վիճակ է, ես ինչ է դրա, չնայած թոշակին մեկը իրավունք չունեն գտնելու։ Բայց բարձում է որ չէ, մարդիկ միլիոններ են ունեցել։ Այսինքն երկրում հեչ կրիզիս չի եղել, ուտելու բան եղել, հա, ու հիմնականում իրանք են կերել։ Այսօր ասում են թոշակառուներ, դե այդ ժամանակների թոշակառուների մի մասը ցավոք սրտի վստահաբար մեզ հետ չեն, չէ, այլևս։ Մենք չենք պատմել, թե ինչա 25 տարի առաջ եղել թոշակների հետ կապված։ Այս նույնիսկ դուրս է գալիս խոսում է արժանապատվությունից։ Խոսում է քաղաքացիների հետ դուք այդպես չխոսեք, նրանք պետք է կուլտուրնի խոսել։ Մեկ էլ վիդեո տարածում ոնց է ինքը քաղաքացուն համբալ ասում։ Վիրավորում։ Մի խոսքով ինչ ուզում խոսում է ժողովուրդը։ Մի երկու բանի վրա անցնենք։ Օրինակ Լևոն Քոչարյան, շատ հետաքրքիր բան ասում։ Եթե ես նրան չճանաչեի, ասեի ինչ լավ տղա է, խնդրեմ։ Ես գտնում եմ, որ մեր երկիրը վտանգված է, ես լինելու եմ այս պայքարի մեջ։ Քանի դեռ ես տեսնում եմ, որ մեր ազգային ինքնությունը հարվածի տակ է, ես լինելու եմ այս պայքարի մեջ։ Քանի դեռ մեր եկեղեցու նկատմամբ, մեր ամենակարևոր հիմքերի նկատմամբ կան այն հարձակումները, ես լինելու եմ այս պայքարի մեջ։ Դեք ժամանակին, երբ մենք ասում ենք եւ նաեւ ուրիշ շատ այլ մարդիկ զգուշացնում են, որ այս քաղաքականության արդյունքում 18-ից հետո Արցախը գործնելու վտանգի առաջ են կանգնած, շատերը քննիցաղով էին վերաբերում, լուրջ չէին ընդունում, կամ մտածում էին զուտ նպատակը իշխանությանը վատաբանելն է, ինչ այլ նկատառումներից ելնելով։ Ավաղ եղավ այն ինչ եղավ, եւ հիմա այս process-ը չեմ կարծում, որ դադարել է, վտանգը մեր երկրի վրա դադարել է։ Ես ուզում եմ ապրել հայկական Հայաստանում, ուզում եմ իմ երեխաները մեծանան այս երկրում հայկական արժեքներով, հայկական թասիլով ամեն ինչով, ու սա է իմ հիմնական մոտիվացիան։ Դուբայի քանի դեռ Նախքան վերջից, Լևոն ջան, տնես ի՞նչն է խանգարում քեզ, որ քո երեխաները մեծանան Հայաստանում։ Որքան ես եմ հասկանում, ոչ մի բան։ Ասեմ ավելին, քեզ ոչինչ չէր խանգարում, որպեսզի քո երեխան ծնվեր Հայաստանում։ Դու ես ինքնուրույն քո կյանքը բարդացրել, հասկանում ես։ Շատ հայ մարդկանց երեխաներ են ծնվում աշխարհի տարբեր երկրներում, բայց դրա մեծ մասի պատճառը քո հայրն է եղել, որովհետև այդ մարդիկ իրանց օրը եւ ապագան կառուցելու համար ստիպված են եղել թողնել ու գնալ Հայաստանից անվերադարձ։ Հերդ սպիտակ ցեղասպանության է ենթարկել մեր ժողովրդին։ Այսօր մենք առաջին անգամ ունենք դեռ մի բան այլ պատկերը։ Էլի կան հեռացողներ։ Կան։ Բայց հիմա ավելի շատ կան եկողներ։ Ես ուզում եմ հասկանալ, քեզ ինչ եղավ, ապեր։ Ինչն է խանգարում քեզ, ինչն է խանգարում։ Եթե դու լիներ առանձին վերցրես մի երիտասարդ տղա, ով սատարում է Ռոբերտ Քոչարյանին, ես չի կենտրոնանա քեզ վրա։ Բայց գիտեք, ոնց որ մարդկանց վիրավոր եք սրանով։ Դուք մարդկանց վիրավորում եք սրանով։ Այս պահին դեռևս 223 մարդ է դիտում եթերը։ 223-ի մեջ շատ դժվար է գտնել հայ մարդ Հայաստանում ապրող, ում հարազատներից որևիցե մեկը Հայաստանում չի։ Արտերկրում։ Գրեթե անհնար է գտնելը։ Հասկանում ես։
Նրանք ստիպված են եղել։ Եվ մյուս կողմից փոխանակ Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ անեք, արվեր, որպեսզի այս մարդիկ վերադառնային։ Դες հիմի Իրանում կռիվա չէ, դա արտագաղթ կլինի, բայց հենց կռիվը վերջացավ, հետ են գնալու։ Որպեսզի այս մարդիկ վերադառնային, դու ճիշտ հակառակը։ Այնտեղ ամրացրեցիք նրանց մնալը։ Իմիջիալոց Կտրիշ Ներսիսյանն էլ իր հերթին։ Եվ եկեղեցականները այս իմաստով ու այս բանդայի ներկայացուցիչները հակված են իրենց համայնքը մեծացնելու, ոչ թե փոքրացնելու։ Մեծացնելու, որպեսզի փող աշխատեն։ Իրաց պետք չի, որ հայերը վերադառնան Հայաստան, որ վերադառնան Հայաստան ինքը սոված կմնա։ Որևիցե համայնքում, որևիցե սրբազան հայր կամ քահանա, որ վերջում զրուցում են հավատացյալ հոտի, չի խրախուսել Հայաստան վերադառնալը։ Չի խրախուսել։ Ոնց խրախուսի, ուր խրախուսացի գնացեք, որ այստեղ մենակ մնամ։ Դուք խրախուսել եք Սփյուռքի մեծացումը, թե Հայաստանից դուրս եկողների, թե այնտեղ եղածներին պահելու տեսանկյուններից, հասկանում եք։ Ես այս միտքը ինձ սարսափեցնում է։ Դուք փոխանակ Հայաստանում դպրոցներ կառուցելու գտել եք բարերարներ, որոնց միջոցով Սփյուռքի համայնքներում եք կառուցել։ Լավ է։ Շնորհակալություն այդ բարերարներին, իմիջիայլոց, որովհետև եթե համայնքը կա, շատ լավ է, որ հայկական դպրոց կա, գոնե այդ երեխեքը հայերենից չեն կտրվում։ Ես այս իմաստով չեմ ասում, ես այլ իմաստով եմ իմի ասում։ Իսկ կարելի է արդյոք այնպես անել, որ այդ հայ երեխեքը այդտեղ չծնվեն, Հայաստանում ծնվեն։ Եվ այդ դպրոցների կարիքը չունենք, չէ՞ որ մենք գլուխ ենք միշտ խովածել, որ մենք աշխարհասփյուռ ազգ ենք։ Այնինչ դա տխուր տեսարան է։ Տխուր բան է։ Դա խոսում է մի բանի մասին, որ քո պետությունը քեզ վանում է։ Որ դու քո պետության մեջ չես կարողանում ապրել։ Եվ փոխանակ այդ աղետի մասին մտածել, փորձել այնպես անել, որ դա չլինի, ճիշտ հակառակ խրախուսվել է այդ բանը։ Հայաստանի դպրոցները քանդել եք, Սփյուռքում դպրոցներ եք կառուցել։ Իբր լավ բան եք անում։ Իբր դա լավ է։ Չէ, ասում եմ, այն վերջի պահին, երբ որ արդեն կան, դա լավ է, ինչ անես, ավելի լավ է տենց գոնե, բայց դա չարյաց փոքրագույն, չարյաց։ Լավն են կլիներ, որ խրախուսվեր հայրենիք վերադառնալ եւ պետությունն էլ այնպիսին է լիներ, որ իր քաղաքացիների համար սպառնալիք չներկայացներ իրենից։ Սա էսպես։ Հիմա քո խոսույթի մյուս հատվածին գանք։ Երբ որ ասում ես այստեղ պայքար կա, պետք է պայքարեմ։ Եկեք մի հատ էլ այդ հատվածը, առաջին հատվածը լսենք։ Ես գտնում եմ, որ մեր երկիրը վտանգված է, ես լինելու եմ այս պայքարի մեջ։ Քանի դեռ ես տեսնում եմ, որ մեր ազգային ինքնությունը հարվածի տակ է, ես լինելու եմ այս պայքարի մեջ։ Քանի դեռ մեր եկեղեցու նկատմամբ, մեր ամենակարևոր հիմքերի նկատմամբ կան այն հարձակումները, ես լինելու եմ այս պայքարի մեջ։ Դեք ժամանակին, երբ Լևոն Քոչարյան, մեր ինքնությունը վտանգված եղել է, եւ դու պայքարի մեջ չես եղել։ Ու առհասարակ դուք չեք սիրում թուրքերի դեմ պայքարել։ Դուք սիրում եք հայերի դեմ պայքարել։ Ձեզ այդպես ավելի հարմար ու հոգեր հարազատ է, չգիտեմ ինչու։ Գուցե դու հուշես, թե ինչու է այդպես։ Ձեզ դուր է գալիս պայքարել հայերի դեմ։ Ձեր ինքնությունը պահելու համար։ Իսկ ո՞րն է քո ինքնությունը։ Ո՞րն է։ Լավ, երիտասարդ ես։ Սենց անենք, 44 օրյա պատերազմը մեր բոլորիս ինքնության մասին կռիվ էր։ Դու չես պայքարել։ Չես պայքարել հանուն քո ինքնության։ Դու պայքարել ես հետո Հայաստանի Հանրապետության դեմ։ Հայրդ, ով շատ է սիրում ներկայանալ որպես հաղթանակած նախագահ։ Եկեք ես մի երկու բան պլուսաբանեմ։ Հաղթանակած նախագահներին ժողովուրդը սիրում է։ Հաղթանակած նախագահները պատմության խորքից դեռ հազարավոր տարիներ առաջվանից, երբ որ մտել են քաղաք, հա, այս բանի իմաստով, այն ժամանակ մի քիչ ուրիշ է եղել։ Նրանց ծափերով ու չգիտեմ ինչերով են դիմավորել, որովհետև նրանք հաղթանակածներն են։ Հաղթողներին սիրում է ժողովուրդը։ Բայց չգիտես ինչու։
Հորդ ի սկիզբանե չեմ սիրել։ Չնայած ես գիտեմ ինչու։ Որովհետև հաղթողներին սպանեց նա։ Մեզ հաղթանակ նվիրածներին նա գնդակահարեց։ Նա ինքը հաղթող չի եղել։ Ինքը հաղթանակի process-ի ժամանակ եղել է մի հատ որոշակի ֆիգուր Արցախում։ Հետո նաև Հայաստանում։ Որտեղ որ ժեկի թղթով կեղծարարությամբ համատել եւ համատարած ընտրակեղծիքներով է դարձել նախագահ։ Հաղթողները տենց չեն անում։ Իմիջայլոց 21 թվականին պարտված Նիկոլը անգամ այդ պարագայում առանց ընտրախախտումների դարձավ վարչապետ։ Այսինքն պարտված Նիկոլին ավելի շատ հարգեց մեր ժողովուրդը, քան ձեր կեղծ հաղթանակով հորդ։ Այս դրա համար որ կեղծ է դա։ Ու մինչև մի հանրությունը չի ընդունում ու չի ընկալում նրան։ Դուք մի մտածեք, որ ոնց արես ժողովուրդը մեր հաղթող նախագահին չի, որովհետև դա կեղծ է։ Դա կեղծիկ աշխարհի ամենամեծ կեղծիկն է։ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, եթե կուզեք իմանալ ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը, հաղթանակի հետ կապ չունեն։ Իրենք դա շատ լավ գիտեն։ Իրենք հաղթանակի process-ի մեջի մարդիկ են։ Իրենք հաղթանակ բերողները չեն։ Հաղթանակ բերողին Վազգեն Սարգսյանին գնդակահարեցին ժողովրդի աչքի դեմը։ Ամբողջ հայ ժողովուրդը տեսավ դա։ Ազգային ժողովում։ Ազգային ժողովում։ Իմիջայլոց մինչև գնդակահարելը։ Նրա մասին նույնպես շատ ստեր ու կեղծիքներ եք տարածում։ Ճիշտ է, ոնց որ օրինակ Հայաստանում 2-3 անգամ terror կազմակերպելուց առաջ։ Որպեսզի ստեղծեք այդ ֆոնը։ Հիմա կարող եք ասել լավ, Լևոն Քոչարյանն էր նախագահը, իմի պրոմը եղավ, ինչ անենք։ Անվտանգության տնօրենն է, բաններ, Սերժներ, դե մի քիչ լավ չաշխատեցին երևի։ Okay, ասենք թե բաց թողում էր։ Չգիտես ոնց շատ կարևոր բաց թողում։ Բայց մյուս հարցն է մնում։ Հաղթողին գնդակահարողները դաշնակցականներ են, ովքեր իմիջիալոց այսօր ճակատագրի հեգրանքով դարձան ներկայացնում են օրը որպես իրենց քաղաքական առաջնորդ։ Միամիտ։ Մեկը մյուսի հետ կապ չունի, հանկարծ չմտածես ես կապում եմ։ Այո, քննությունը խի կեղծվեց հոկտեմբերի 27-ի։ Այլանդակ կեղծումներ, կեղծիքներով։ Այդքան թույլ էր այդ հաղթանակած հերդ, որ հոկտեմբերի 27-ը քննությունը այդպես լկտի ձևով կեղծեցին, բայց վկաների անվտանգության մասին ով պիտի մտածեր։ Ինձ թվում է հաղթանակած հերդ։ Դրա մասին սահմանադրությունն է մեզ ասում։ Օրենքը, մայր օրենք։ Որ գնդակահարեցին նրանց էլ այնտեղ ամեն մեկին միտեղ սպանին։ Էս ով արեց։ Էս ինչ ուժեղ ղեկավար ա եղել հերդ, որ ինքը սրա հետ կապ չուներ ու այդպես եղավ։ Հիմա նա հարցն է։ Կարող է հանգարց հերդ դառնա ղեկավար, հաղթանակած հերդ դառնա ղեկավար։ Ու Հայաստանում հազարավոր մարդիկ գնդակահարվեն ու սպանվեն։ Դա թույլ տալիս է ինձ մտածել, որ ինքը թույլ մարդ է։ Ու եթե մարդ է։ Հասկանեք, մարդկանց ուղեղը արհեստականորեն ուզում եք լցնել մի բանով, որը գոյություն չունի։ Քո հայրը Ռոբերտ Քոչարյանը։ Ես ինչ եմ ասում քո հայրը։ Նայ։ Չկարծես վիրավորելու համար եմ ասում։ Ես վիրավորելու համար չեմ սիրում մարդկանց հայրերին կամ մայրերին կպնել։ Դա բացառվում է, դա իմը չի։ Եթե իհարկե իմ ծնողներին չեն կպնում, ես բացառվում եմ կպնեմ մարդու ծնողներին։ Պարզապես քանի որ թե դու, թե հայրդ քաղաքականության մեջ եք, դու վրոձի։ Ամեն դեպքում դուք տենց եք ներկայանում։ Ապա դրա համար եմ ասում։ Կարող եմ ասել Ռոբերտ Քոչարյանը, եթե դու դրանից նեղվում ես։ Դա։ Եթե դու լիներ քաղաքացի, ո՞նց էիր այս ամեն ինչին վերաբերվելու։ Գիտես, այն որ Վազգեն Սարգսյանին չսիրողներն են եղել, դա 100% է, դա չի քննարկվում։ Բայց հաղթանակի գինը մեկը ավելի բարձր է։ Եվ այդ հաղթանակը բերել է Վազգեն Սարգսյանը։ Բերել է իր զինակից եղբայրների հետ։ Իր արուն ընկերների հետ։ Իմիջիալոց հայրդ մերժում էր այդ հանգամանքը, ասում էր արցախցիներն են հաղթել Ադրբեջանին։ Հայաստանը ինչ կապ ունի, հայրը այդտեղ ինչի ոչ մի կապ չունեն, Արցախի հայությունն է կռվել մենակ։ Դուք անգամ դա եք արժե զրկել, դուք այդտեղ ուրացել եք հերը, այդտեղ
Հրապարակային ելույթ է դա։ Կարող ես կընտրել գտնել։ Հերը դեռ ուրացել է Եռաբլուրը արդեն։ Հենց առաջին Արցախյան պատերազմը։ Հասկանում ես։ Ուրանալը հենց դա է։ Սա կարծիք չի։ Օրինակ ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանը ուրանում է Եռաբլուրը, չէ՞։ Սա ձեր կարծիքն է։ Որովհետև այն բաները արգումենտները, որոնք բերում եք, թե ինչի եք տենց կարծում, դրանք վիճելի են։ Վիճելի է։ Ընդ որում դրա ամենամեծ ապացույցն էլ այն է, որ 44 օրյա քննող հանձնաժողովի գործունեությանը դաշնակցությունը եւ առհասարակ Հայաստան դաշինքը եւ պատիվ ունեմ դաշինքները չմասնակցեցին։ Որտեղ մասնակցեին պիտի չկարողանային խափեն։ Որտեղ այնտեղ ճիշտը գնում էր։ Իսկ եթե իրենք ավելի ճիշտը գիտեն, թող մտնեին ու այնտեղ ավելացնեին, թող ասեն չէ, դա է սա, էս է փաստը։ Բայց դա հետաքրքիր չի։ Ձեզ պետք չի դա, ձեզ պետք է այդ մարդկանց հույզերը, որդեկուրուս մայրերի հույզերն են ձեզ պետք, այդ մայրերը ձեզ պետք չեն։ Իրաց որդիների հերոսությունն էլ ձեզ պետք չի, ձեզ այդ հույզերն են պետք։ Որովհետև դուք բարձ հոգևորներ եք։ Դուք քաղաքական գործիչ չեք։ Եվ հիմա դու խոսում ես պայքարելուց։ Ասենց խնդրեմ, ես ոնց կարող եմ adekvat վերաբերվել դրան։ Ոնց կարող եմ նստել եւ մտածել, ահա, առաջիկայում ընտրությունները ամեն մեկը մի բան ասելու է, ամեն օրով մեկը դա լինելու է, ես էլ պիտի լսեմ, որպեսզի խորեմ, մտածեմ, չէ՞, ում ձայնը ստամ, օրինակ, քաղաքացի եմ։ Ու մեկ էլ տեսնում եմ քեզ այս ամեն ինչը ասելուց։ Ասենց խնդրեմ, ես ոնց պիտի վերաբերվեմ։ Ես հիմա եմ ինձ շատ դժվարությամբ զսպում։ Դու քո պայքարը հայ ժողովրդի դեմ է։ Եվ քո թիմակիցների պայքարը նույնպես։ Գիտես ինչու, ասեմ։ Տես, պետության ներսում, որպեսզի պետությունը պետություն լինի, պիտի իրավահավասարություն լինի, օրենքները պիտի գործեն, եւ այդ օրենքները պիտի լինեն ժողովրդավարության համատեքստում։ Այդ օրենքների մեջ գրված է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ազատ է իր խոսքի, մտքի արտահայտման մեջ։ Իհարկե, եթե որևիցե մեկի իրավունքները չի ոտնահարում։ Դա չէ, պատասխանատվության ենթարկվի։ 1920 թվականի 44 օրյա պատերազմից հետո դուք դուրս եկաք սկսեցիք սուտ բաներ խոսել։ Լավ, ընդունենք, սուտ չէիք խոսում, ասենք թե ճիշտ էիք խոսում։ Օրինակ, չնայած չկա։ Ես օգտագործելով նույն գործիքները դուրս եկա, պատմեցի այն, ինչ որ ես եմ տեսել։ Դուք հարցակվեցիք իմ ազատ խոսքի իրավունքի վրա։ Դուք սկսեցիք հայհոյել ու վիրավորել ինձ։ Դուք սկսեցիք մտնել սպիտակեղենի մեջ։ Դուք ինձ թշնամացրեցիք ձեզ։ Իմիջիալից ես այդ ժամանակ եմ ասել, որ սա լավ տեղ չի տանելու։ Հիմի, այն ինչ որ ես եմ ասել, փաստաթղթավորվել է արդեն։ Փաստ եւ թուղթ բառերից ելնելով, փաստաթղթավորվել է արդեն։ Որը որ ձեր ֆրակցիաները ազգային ժողովի չեն մերժել։ Չեն ասել, որ դες բան չկա։ Իհարկե ես կողմ եմ եւ պահանջում եմ, որպեսզի 44 օրյա պատերազմը քննող հանձնաժողովի բանը աշխատանքը հրապարակվի, եթե կան գաղտնի հատվածներ, ուրեմն որոշում կայացրեք, գաղտնի հատվածները մի կողմ, բայց այն ոչ գաղտնին հրապարակվի, որ դա լինի օֆիցիալ, դա խի արվեն, որպեսզի մենք անընդհատ ամեն թեմայի շուրջ չվիճենք։ Չէ՞։ Բայց այդ փաստաթղթերին, որքանով է հրապարակված, որքանով չէ, ծանոթ են ձեր ֆրակցիաները։ Եվ որևիցե մեկը դեռ ռեակցիա չի տվել։ Չասել ես ինչ եք գրել, ստեղ ծայրից ծայր սուտ է, եւ այլն։ Սա հիմք է տալիս ինձ կարծելու եւ հիմնավոր ձևով կարծելու, որ դուք հոգեվորներ եք։ Եվ ես սա վիրավորելու համար չեմ ասում, սա բնութագույր է։ Ելնելով հաստերից։ Հիմի մարդիկ կարող են ազատ խոսել։ Բայց դուք այդ ազատության դեմ պայքարում եք։ Չէ, ստեղ խնդիր կա։ Ստեղ ինքնության խնդիր կա։ Ես թագաժառան գնամ։ Ես ինչ եմ խոսում սրանք։ Դու պայքարում ես դրա համար։ Դու պայքարում ես քո արտոնությունների համար։
Դու չես պայքարում իմ արտոնությունների եւ իրավունքների համար։ Դու պայքարում ես քո արտոնությունների համար։ Իմ ու քո տարբերությունը այդտեղ է, որ ես պայքարում եմ բոլորի իրավունքների համար, առանց խտրականության, այդ թվում նաեւ քո։ Պայքարում եմ ոչ թե իշխանությունների դեմ, այսինչ կուսակցության դեմ, չէ։ Հիմա հանրային հրապարակային գործունեությունը եւ ես փորձում եմ այդ կարծրատիպերը ջարդել, մարդկանց հասկացնել, որ իրավունքներ բոլորը ունեն։ Կարող ենք մենք այսինչ կամ ինչ ընդունել կամ չընդունել, բայց չենք կարող դրա մի խոսքով 1000 բան իմ գործունեությունը տեսել եմ։ Եվ այն ինչ որ ասել եմ, դա վերաբերելի է եղել բոլորից։ Ինձ չառանձացնելով։ Անկամ այն մեղադրանքները, որոնք եղել են որոշների հասցեին, ես ասել եմ, սա մենք ենք, ու այդ մեղավորությունից բաժին ին վրա եմ վերցրել։ Որովհետև ստեղ պիտի հավասարություն լինի։ Այլապես մնացածը ուրիշ բան է։ Դու չես պայքարում այդ դրա համար։ Դու պայքարում ես, կրկնում եմ, քո արտոնությունների համար, որ դու լինես արտոնյալ։ Որ այն ինչ որ հիմա օրենքով չի կարելի, քեզ համար կարելի լինի։ Եվ քո խմբի համար, չէ՞ որ այդ մարդիկ քեզ այսքան պազաշխա են անում, պետք է մի ձև այդ լավության տակից դուրս գալ։ Այդ կարտոնություններ տալ, խոստանալ նրանց։ Ձեր հետինները, պայքարողները, այդ արտոնությունների համար են պայքարում։ Հասկանում ես։ Այդ դրա համար է, որ մինչև հիմա ուզում եք ինչ անուն ասես ինձ կպսրել եք ու չի աշխատել։ Այս դրա համար։ Որովհետև ուզում եք հասկանալ լավ, այս մարդիկ արտոնությունների համար են պայքարում։ Արա բայց գնել են ինչի համար է պայքարում։ Ոչ արտոնություններ կան։ Դստեղից ընդդեղից ճշտում եք, չէ՞ ձեզ ասում են, չէ՞ մենք ախր ընդհանուր այնքան ծանոթներ ունենք։ Ոչ չէ ախպեր։ Արա միլիարդներ է տարին կորը, արա չէ ախպեր։ Արա բանո, պաշտոն ա ուզում, արա չէ ախպեր։ Արա բախի է պայքարում արա։ Դուք չեք հասկանում այդ։ Որովհետև դուք չգիտեք ինչ է նշանակում պետության համար։ Դա դուք չգիտեք։ Պետության համար անշահախնդիր աշխատանք։ Դուք դա չգիտեք, որովհետև դուք այս պետությունը ձերը չի ու դուք չեք սիրում կամ ամենայն դեպս դեռևս չեք դրսևորել ձեր սերունդ պետության հանդեպ։ Երբ որ ես իմ պետության եւ ինձ նման 100 հազարավոր քաղաքացիներ է, ձեզ չտվա որ այն 630,000 ձայնը որ գնաց ԿՊ-ին 21 թվականին, դրանց ուշները գնում էր ԿՊ-ականների համար կամ Նիկոլ Փաշինյանի համար։ Ոչ։ Այդ քաղաքացիների մեծ ամասնությունը Նիկոլին ընտրել են պետությունը։ Որտեղ հասկացել են, զգացել են, որ դա է անհրաժեշտ։ Գողերը հենան կանգնած նայում են անգարի նման։ Ու այդ մեծ ամասնությունը հենց տենց են ընտրել Նիկոլին։ Որովհետև գաղափարական մարդիկ են, որովհետև այդ 630,000-ի մեջ ես չեմ ասում, եթե իրենց չեն ընտրել գաղափարական չեն, խնդրում եմ անդրդ այդպես չէ։ Ես ուզում եմ բերել այդ օրինակը, որովհետև այդ 630,000-ի մեջ 100,000-ավոր մարդիկ անշահախնդիր են։ Կոպան ոչ փող է բաժանել, ոչ արտոնություններ է խոստացել, ոչ, արես մարդիկ գնացել ընտրել են։ Որովհետև լավ մարդիկ են, թե իրեն ընտրողները, թե ժողովրդավար ուժերին ձայն տվողները, որովհետև այդ մարդիկ շահախնդիր չեն, իրենց շահը իրենց պետության կայացումն է։ Իսկ թե դուք, թե հիմա Տաշիր Սամոյենք, թե Ծառուկյան Գագիկը, եթե ուզում եք այդպես, թե Տեր-Պետրոսյան Լևոնը, այդ սրանցով դուք շահախնդիր եք, բայց պետության մասին չէ։ Այսպես է ստացվում։ Ոնց ուզում եք գցեք բռեք։ Դրա համար է բաներ բաժանվում, դրա համար են ստեր տարածվում։ Դրել է արհեստական բանականությունով երկրորդ անգամ դիմաց ժողովրդին։ Ես այն օրը եթերով փաստաթղթերը ցույց տվեցի։ Ուրեմն հարցում են արել քննչական կոմիտեին, ասել են Սամվել Կարապետյանի վրա է հրապարակային խոսքի արգելքը, հանածա թե չէ։ Քննչականն ասել է, որ ինքը չի կարող դատարանի որոշումները քննարկել։ Սոնաս վախերս չեմ կարող ոչ հասեմ ձեզ ոչ չգնացեք, դա իմը չի։ Եվ սա գիտի Վարդևանյանը, եւ սա գիտեն իրենց մյուս падգամավորները, Վարդևանյանն է, հա, չէ։ Այդ իրենց բանը, փաստաբանը։ Իրենք գիտեն, որ պիտի հակակոռուպցիոն կոմիտեին դիմեն դրա համար, եթե չգիտեն վատ է։ Բայց եթե հակակոռուպցիոն կոմիտեին դիմեն, հակակոռուպցիոն կոմիտեն ասելու է, կարա հրապարակային բանով դիմի, չկա արգելք։ Բայց ժամանակ Սամվելն ինչ է խոսալու ախպեր։
Սենց էլի AI-ով մի բան սարքում խափում ենք։ Բանից ինչ է խոսալու։ Չէ, արի ուրեմն հակակոռուպցիոն կոմիտեին չդիմենք։ Շարունակենք պնդել, որ մեզ պետքա քննչականը պատասխանը։ Դա լավ չի։ Բերեք ես պատասխանեմ։ Ախպեր քննչականը այն մարմինը չի, որ պատասխանի դարձի։ Եթե ոնց որ գնաս բան, ասենք, պետեկամուտների կոմիտե ու հարցնես, քեզ առողջապահական այս բանը վերաբերում է թե չէ։ Նույն ախպեր գնան դեր։ Ուրիշ կառույց ես եկել։ Կամ գնաս վարչական շրջանի ղեկավարի մոտ, օրինակ Մանացա Սեբաստիան վարչական շրջանի ղեկավարի մոտ, ասես ապեր ես կարամ խելացի անասնագոմ կառուցեմ Տավուշի մարզում եւ պետությունը ինձ աջակցի։ Ախպեր դու սխալ կառույց ես եկել։ Այլի պետական կառույց ես եկել, բայց սխալ կառույց ես եկել։ Նրանք օրակարգում են։ Կարավ ջան, նրանք օրակարգում են ցավոք սրտի։ Անա ջան, Սամոյին խոսալու համար չեն բռնել։ Եթե ուզում ես իմանաս, Հայաստանում խոսալու համար չեն կարող բռնել։ Եթե Հայաստանում խոսալու համար բռնեն։ Հիմի օրինակ Ռոբերտ Քոչարյանը կամ Լևոնը կամ դաշնակներից որևիցե մեկը խոսալու չէ, կամ են քաղաքացիները, ովքեր որ հարցումների ժամանակ անիծում են, քրֆրտում են, ինչ ասած անում են, չեն լինի։ Խոսելու համար չեն բռնել։ Բլթսնելու համար են բռնել։ Իմիջիալացնես ու նախ այդ չի եղել պատճառը ուրիշ բաներ են, կարող եք ծանոթանալ, թե ինչ մեղադրանքներ է առաջադրված, փողերի լվացում եւ այլն, դա խոսալու հետ կապ ունի։ Փողերի լվացումը խոսալու հետ կապ ունի։ Չէ, պրոստը այդ գործերը կար, պիտի բռնեին ինքն էլ հելավ ուզեցավ նա ցույց տա մի բան անի, որ կարենա պահի իրան։ Մարդկանց ուղեղը դա ասած բան։ Մի խոսքով։ Հիմա եթե այս մարդը այնուամենայնիվ խոսում է ու մեջը բլթում է։ Բայց գիտեք ինչ, եթե օրինակ լինի վարչապետ, ինչով չի լինի։ Ասենք լինի վարչապետ ու մեծ միջպետական կարևոր բանի ժամանակ այդպես բլթա, գիտեք այդ ինչա։ Բոլորից վրա պետության ճակատագիր է նայելու, նստելու։ Հիմա ես առաջարկում եմ Մեկ ասում այս վիդեոն նայենք։ Չկա sense բան։ Ահա։ Ես Բայց մի հատվածը կդնեմ ժողովուրդ ջան, ամբողջը չէ, որովհետև 6 րոպե է, էլի։ արգելի ներկայացնում։ Ուրեմն, Պետության չգիտեմ, ուժը հա։ սկսվում է այնտեղ, որտեղ զինվորը իրեն լքված չի զգում։ Պետության արժանապատվությունը սկսվում է այնտեղ, որտեղ հայրենիքին ծառայելը պատիվ է։ Այսօր մենք հավաքվել ենք այստեղ խոսելու նաև արժանապատիվ ծառայության, փոխադարձ հարգանքի ու նրա մասին, թե ինչպիսի ապագա ենք ցանկանում կառուցել միասին մեր զինված ուժերում։ Մեզ փորձում են համոզել, թե թուլությունը խաղաղություն է բերում, թե ազգային արժանապատվությունը շքեղություն է։ Իսկ մեր անվտանգությունը կարելի է փոխարինել ժամանակավոր ու կեղծ հանգստության հետ։ Ես ուզում եմ հասկանալ ով է իրան դες բան ասել, էլի։ Ով է ասել։ Մեզ փորձում են համոզել, ով է փորձել համոզել քեզ տան, ապա նա տենց ցույց տուր, ասա այս Պողոսը ինձ ուզում էր համոզել, որ բան։ Որ մենք չենք կարող որոշել մեր ճակատագիրը։ Բայց մենք պարտավորենք ենք ասում ենք մեր ճակատագիրը մենք պիտի որոշենք։ Ասում մեզ փորձում են համոզել, որ մենք չենք կարող որոշել մեր ճակատագիրը։ Արա հակառակ ասում եք, տղեկ, մի գլխներից բերեք կապեք Պուտին, Չինաստան, ես մենք մեր ճակատագիրը լուծում մեր պետությունն է։ Մենք ենք։ Միութենականություն, բան, ասած բաներ չի կարելի։ Ինչպես կարող ենք կառուցել ուժեղ պետություն, եթե մեր երիտասարդը ծառայություն է գնում ոչ թե վստահությամբ, այլ հաճախ անվստահությամբ։ Արժանապատիվ ծառայությունը պետք է լինի ազգային արժեք մի երկրի համար, որը գտնվում է բարդ տարածաշրջանում եւ ամեն օր կանգնած է անվտանգության մարտահրավերների առաջ։ Անվտանգությունն ու պաշտպանությունը յուրաքանչյուր պետության ողնաշարն է։ Իսկ նրանք, ովքեր անառիկ են պահում մեր հայրենիքը, ստեղծում են ուժեղ Հայաստանի ապագա հիմքը։ Եկեք մատստա ստոպ տանք։ Նա մենք ազդեցիկ ելույթ ունենք։ Ոսոքե։ Հետո արժանապատիվ մեր բանակը բան։ Պետքա չգնան անվստահությամբ մեր տղերքը բանակ։ Ապեր, դուք մի քիչ էլ խոսացեք, օրինակ այն դաշնակ իշխանն էլ է ասում, բան, մեր բանակը թույլ է բան։ Դուք մի քիչ էլ դες բաներ խոսացեք ու ավելի վստահ կգնան մեր տղերքը ծառայության, հասկանում ես։ Ու վատը գիտեք որն է։ Այսպես խոսում են բանակից,
Այս ուժը եթե ցուցակը անցնենք ծերից ծեր, դրանք շատ քչերն են ծառայել։ Իմիջիայլոց այսօր մի տեղեկություն տարածես, որ սրանց այդ աշխատանքային խմբին միացել մի հատ մեկը հրյա ով ԱԹՍ-ների գործով Ադրբեջանին օգնել է ձեռքբերման համար գնումների պարագայում։ Այն ԱԹՍ-ների, որոնք որ 44 օրյային մեր գլխին էին թափվում։ Այն հրյա ում բերելով ու դարձնելով քո թիմի մարդը ու շատ հետաքրքիր բաներ արձագանքների կարող արժանանա նույն Իրանի կողմից։ Եվ որ անընդհատ ասում եք, հեսա այս Իրանը կարող է հանկարծ բա։ Կարող է հանկարծ, ինչ մանաս։ Հիմա սիրուն բաներ է խոսում։ Ու ամենաուժեղը գիտեք որն է։ Հա, սա խոսում է ահա, ինչպեսի։ Այնպեսի բանակ, որտեղ սպայակազմը ոգևորող է, ոչ թե պարտադրող։ Պարտադրող մարդիկ բանակ են ուզում, որտեղ որ պարտադրող չի կարող լինի սպայակազմը։ Սպայակազմը չպետք է պարտադրի։ Պիտի ոգևորի։ Հասկանաք, սիրուն բան է ասում։ Բանակը բանակում երիտասարդին կարգու կանոնի վերել է, դեպի պարտադրող, հասկանաք, գշանոց է։ Այնպեսի բանակ, որտեղ ծառայել է պատիվը եւ հպարտություն։ Այնպեսի բանակ, որտեղ զինվորը հայտնվում է ոչ թե այն պատճառով, որ ուրիշ ընտրություն չուներ, այլ քանի որ դա կոչում է։ Ապեր Հայաստանի Հանրապետությունում պարտադիր ծառայությունը։ Պարտադիր ծառայությունը եւ ծառայությունից ազատվելու կոնկրետ օրենսդրական կարգավորումներ կան, որ դեպքում կարա չծառայի։ Մնացած բոլոր պարագայումներում դա պարտադիր ծառայություն է։ Ձեր են թուլեքին իսկականից բերանս եք արդեն բացում։ Մի փորձեք արդարացնել դրանց չծառայելը։ Մի փորձեք։ Դա պարտադիր ծառայություն է։ Ոչ թե որ ելք չունեն դրա համար ծառայել։ Որտեղ սպաներն ու զինվորները չեն դառնում քաղաքական ցախողումների մեղավոր։ Ստեղ ուզում ես ասես ապեր, դու տեղյակ ես որ մեր բանակում իմիջիայլոց մեր համանadrությունը ստիպում է որպեսի բանակը ապաքաղաքականացված լինի։ Մենակ բանակը չէ, ուժային բոլոր կառույցները պիտի լինեն ապաքաղաքական։ Բայց 44 օրյա պատերազմի ժամանակ լիքը քաղաքական գեներալներ կային այնտեղ։ Այդ ժամանակ դուք որտեղ եք, ինչ գործունեություն եք ծավալում, պայքարում եք դրա դեմ։ Ապեր Սեն Նիկոլի բանը չենք, քաղաքական գովազդը չենք անում։ Թուլացի նստի, թուլացի, մտցի, թուլցի, հանգիստ նստի։ Սա քաղաքական գովազդ չի գնում։ Եթե երբ որ լինի քաղաքական գովազդ, ես դրա մասին կասեմ։ Նստի դու։ Ասենք դաշնակներ, բան, լիքը հանրապետականներ։ Չխոսեմ ուժային կա ոստիկանապետ այդ բաները, սա ասած։ Դուք այդ ժամանակ այո, Ռուսաստանից հորդորում էիք։ Ով, արա դուք ինչից խոսում եք, խոսեք, բայց բանակից դուք չեք կարող խոսեք, ու ամենավատը գիտեք որն է։ Ստեղ էլի ալիքը բլթոսներ անում, հարցը դա չի, բայց ամենավատը այն է, որ այս դալիճում նստած են վետերաններ։ Հա, խոսում է զինվորի բնակարան, բան, ասես բաներ է խոսում։ Այս նյութի մեջ դες բաներ է խոսում։ Չգիտեմ, ես մարդը տեղյակ է, Հայաստանում զինվորականների աշխատավարձով ինչից ինչա դարել։ Տեղյակ է, որ օրինակ, եթե ես լինեի երիտասարդ, ես իմ կյանքը կապեի զինվորականության հետ, որովհետեւ որ նայում ես 46 տարեկանում ոչ մի սեփական տնտեսություն ինչերի չեմ ասել, բայց եթե ես ընդունվեմ Վազգեն Սարգսյան ինստիտուտն ու ավարտեմ, ես արդեն ահագին բան կունենամ։ Եվ մենակ ինստիտուտը չէ, այլ ծրագրեր էլ կան։ Իսկ ես անտեղյակ մարդուն ասեմ հետեւյալը, ես անգամ եթեր եմ ունեցել այն տղերքի մասով, ովքեր պատերազմի մասնակցել էին առաջին Արցախյան պատերազմին, հետո ներգրավվել էին բանակում ծառայության, այդպիսի դեպքեր շատ կան։ Ու իրենց բնակարաններ էր հասնում, բայց մինչև այսօր սպասում են այդ բնակարանին։ Այդ ժամանակ դուք չկայիք ոնց որ պայքարողներով այդ։ Մինչև այսօր այդ մարդկանցից դոմիկում են ապրում։ Դոմիկում։ Դուք չկայիք այդ պայքարների մեջ։ Այդ այսօր է, որ այս ծրագրերով այսօրվա զինվորականներն են որ կարող են իրենց կյանքը բարելավել։ Երևի դրա համար եք վետերաններին հրավիրել, ովքեր որ վատ հիշողություն ունեն բանակի վերաբերյալ, թե ինչ վիճակում էր բանակը։ Հիմա ես այդ վետերաններին ասեմ, դուք զինվորականներ։ Դուք չեք ամաչում։ Հա մի կողմից խոսում պիտի ապաքաղաքական լինի, մի կողմից քաղաքական ելույթի է ձեզ հրավիրել։ Դուք եք գնացել նստել լսում եք, մի հատ էլ վերջում ծափահարում եք։ Չեք ամաչում։ Եթե ես հարց եմ ուզում տալ, դրանից ավելի խելացի ելույթներ ունեցողներ կան հաստատ Հայաստանում։ Բայց փող չունեն։ Չեն կարող ձեզ կաշառեն կամ կերակրեն կամ խոստանալ, որ եթե իրենք ընտրեն, դուք թույն եք ապրելու։ Չունեն այդ փողը, միլիարդներ չունեն FSB-ով դիզած։ Արա։ Դրան լսելու եք այդ մարդկանց, չէ։
Եթե ես մեն ելույթ ունեցողը sense ելույթ ունենար, մի հատ չգիտեմ, նոր բացված կուսակցության շարքն, sense գնալու եք նստեք որ լսեք, դուք իրանց չեք ծափարում, դուք սամոյ փողերին եք ծափարում, հասկանում եք։ Ու դա տահաճա նայելը։ Այ այսքան նվաստացած են եղել մեր զիմ, այ հենց այս տեսանը դրա մասին է։ Այ հենց այս տեսանը դրա մասին է։ Նոր խոսում նվաստում, այ ձեր մասին է խոսում։ Նոր ծափ եք տալիս, ձեր մասին եք ծափ տալիս։ Սա ասում ես 94 թվականին ծառայել եմ առաջին նոր ձևավորվող բանակում։ Այդ նոր ձևավորվող բանակը, որը ձևավորեց Վազգեն Սարգսյանը, ձեր քաղաքական եղբայրը գնդակահարեց։ Իմիջիայլոց Ռուսաստանի Բելարուսի մատնել է կարծեմ այդտեղ ենք խառը եղել։ Չէ, դուք այդ ժամանակ հարմար չէր, գիտեք, մի քիչ գործերով եք ներոջ։ Սա հենց քաղաքական պատկերացումներն ու մարդու սկզբունքայնությունն է, որը թերևս պիտի կամ դրական դեպքում գնահատվի ամենաբարձրը, բացասական դեպքում հատկանիշների մեջ ամենաբարձրը, բացասական դեպքում ամենացածը։ Մարդիկ ընտրության գնալուց պիտի ընտրեն գաղափար, գաղափարախոսություն։ Ես ուզում եմ հասկանալ, օրինակ, սրանք ինչ գաղափար են առաջարկել, ծրագիր չէ, գաղափար, որին դուք ծափահարում եք։ Ես ուղիղ օրինակ եմ բերում։ Այսքան դրեցիք, գոնե այսքան էլ լսեցիք, ամբողջը չեմ ուզում, ես դες ուղիղ օրինակ բերեմ։ Վերջերս մի շատ լավ տղա եկել էր մեր գրասենյակ, զրուցում ենք։ Ինքը զինվորական էր, ոչ այնքան բարձր զբանյով, միջին, ով ուզում էր տեղափոխվել ԱԱՑ զորքեր։ Այդ շրջանում նաև հանդիպեցինք, զրուցում ենք, սուրճ ենք խմում, դեսից դեմից, այդ հարցով չի եկել, այդ հարցը լրիվ ուրիշ հարց է, ես դեռ չեմ կարող շի բանալ։ Զրուցում ենք, բայց այդ բանը ինքը այդ էր բանանում, ու զրուցի մեջ ինձ թվաց կարող է ֆինանսն է հարցը դրա համար ուզում տեղափոխվել։ Ասի 1000 կներես, էլ էթիկայից դուրս մի հատ հարց եմ ուզում տամ։ Ասի, ինչքան է հիմա քո աշխատավարձը։ 700 քանի հազար ասած։ Ընդ որում այնտեղ գրաֆիկներ ուրիշ, շատ ավելի շատ էր տնեցիների հետ լինում, այնտեղ օրերկային առավոտ գնալի դիքուն գալ, մի խոսքով, հետո էլի արտոնություններ կային, ասի իսկ այն ժամանակ ինչքան է եղել։ Ասեմ, դե ես գիտեմ այն ժամանակ մոտավորապես ինչ է, ոնց է, այն ժամանակ ինքը ծառայել է Մադաղիսում։ Եթե չեմ սխալվում Մադաղիսում։ Եղա Մանուկյանի աղբերով մագերության մեջ է, իր մոտ։ Իմիջիայլոց նրա շնորհիվ հայտնվել է Շուշիի Բերտոնն այստեղ տար ժամանակով, որովհետև զինվորների փողերը վախտով չի կարացել հավաքի ու տա շեֆին, ու մոտ 200,000 ստանալուց եղել, ու Ղարաբաղում իրանք այդ տարածքում տան նման մի բան են վարձած եղել, տղերքով մի քանի հոգով գնացել են, ամիսով ընտանիքից հեռու եւ այլն։ Այդ ժամանակ այս վետերանների միությունը որ կա, այս սաստավով, չգիտեմ ես ինչ միություն էր, ու այս ելույթ ունեցողով պայքարելու բան չունեին։ Այդ ժամանակ պետք չէր մտածել զինվորականի մասին, անգամ անվտանգության մասին պետք չէր մտածել։ Այստեղ է, որ սենց ուղեղը խախտվում է, երբ որ դու տեսնում ես, օրինակ, անբարոյականություն խոսում է բարոյականությունից։ Քաչալը խոսում է մազերից, էբանից, որ մազ ունենալը ինչքան վատ է, քննադատում է սանրվածքներ մարդկանց։ Բանը քորը խոսում է ճպրոտից։ Ուսը շարունակ։ Դա ես դրական եւ բացասական իմաստներով եմ ասում, դա մի քիչ այն չի տղեկ։ Դա չգիտեմ, դա վատ բան է։ Դա շատ վատ բան է։ Այս մաթոսները չի փրկի։ Դա սրիկայություն է։ Դուք պետության մասին երբ եք եղել։ Ասում եմ, մարդիկ եկել են տենալու։ Ես առնվազն 1 եթեր եմ արել, բայց 2-3 էլ պատրաստում էի արդեն, բայց հետո որ տեսա ինչքան էր կողմից ակտիվացան մարդիկ, որ այդ նույն կարգավիճակում են, որ ոնց են պնայում իրանց հերթը կերել, իրանց փոխարեն մի հատ գեներալի քաձի տուն գրանցել վերցրել պետության հաշվին։ Եվ այլն եւ այսպես շարունակ, բայց այս տղեկը մնացել են անտուն։ Այդ պետական ծրագրերն էլ եղել են։ Տարել են ձեռներից։ Կրված տղի բաժին տունը տվել է Ղարաբաղցի այսիշ գեներալի քաձին։ Սա բառացի օրինակ եմ ասում։ Քանիսն եք ուզում նմանատիպ։
կարող եք, գիտեք վատը որն է, քաղաքական դիսկուրս չի ձևավորվում։ Մեր երկրում ժողովուրդը ունի ժողովրդի իշխանություն ու չունի ժողովրդի ընդդիմություն։ Կա բուրժուական ընդդիմություն, կա խախտված, չես հասկանում, իրանք որ քաղաքական հոսքի ներկայացուցիչներն են, ինչ ընդդիմություն ասես կա, բայց ժողովրդի ընդդիմություն հենց չկա։ Ու ես կարծում եմ, ժողովուրդ ջան, այդ ձեր կարծիքները այստեղ հետաքրքիր կլինի։ Ես կարծում եմ, որ այն ինչ որ հիմա փորձում է ձևավորվել, անկեղծ ասած դեռ վաղ է դրա մասին խոսել, մի 10-15 օր դեռևս պիտի համբերենք։ Այն ինչ մի հատ նոր ուժ է ձևավորվում, որը հենց ժողովրդի ընդդիմությունը կարա լինի։ Հենց ժողովրդի ընդդիմությունը, քաղաքական ընդդիմություն, համապատասխան ընդդիմություն։ Ու ինձ թվում է կարժանանա ձեր դրական կարծիքին։ Որտեղ որ բարդ խոսողները բարդ են խոսում, ժողովրդի լեզվով խոսողները ժողովրդի լեզվով են խոսում ու երկու կողմից կա դիալոգ։ Որտեղ որ առաջարկի շուրջ է բանավեճը։ Ոչ թե բանավեճը ինչ առաջարկել։ Այդ ինչերը ամենահեշտ բանն է։ Ամենադժվարը ինչպեսն է։ Կարող ենք ասել ինչ անել։ Օրինակ, ես շատ եմ ուզում, որ ով գնում բանը գալիս է 3 սենյականոց տուն ունենա Երևանի կենտրոնում։ Հյուսիսային պողոտայում Մարիապետյանի ձեռից վերցեք, տվեք այդ տղերքին։ Շատ եմ ուզում։ Բայց ինչպես։ Կարող եք ժողովուրդ ջան, շնորհակալություն եթերը դիտելու եւ տարածելու համար, շնորհակալություն բաժանորդագրվելու համար, շնորհակալություն մեկնաբանությունների դաշտը դրական շփումներով լի պահելու համար, ինչ շատ հաճելի է, որ տեսնում արդեն այստեղ մարդիկ կան մտերմացել են, միացել են շփվում, շատ հավես է դա։ Շնորհակալ ենք, բարի գիշեր ձեզ։ Նորա, բագրշկեք, անելները նոր ենք տաքացնում, այնպես որ օրորի ավելի թեժ թեմաներ կքննարկենք։ Պարզապես ընդել հասկացեք, երեկոյան ժամերին արդեն բավականին հոգնած ենք լինում, ու հնարավոր է ասենց ինչ-որ ձեզ տվա տրամադրություն չունեմ, բայց չէ տրամադրություն ունեմ, դուխս էլ տեղն է, գործնական էլ տրամադրված եմ, ու չխելու ենք ելնենք, ես չմտածեք։ Լավ մնացեք, ամեն ինչ շատ լավ է լինելու, բարի գիշեր ձեզ։